Նշենք, որ քվեարկության օրը ընտրական գործընթացները հիմնականում ընթացել են խաղաղ, սակայն լարված մթնոլորտում։ Դիտորդական առաքելությունը դիտարկված տեղամասերում քվեարկության նախապատրաստման, բուն քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացները հիմնականում գնահատել է, որ կազմակերպվել են օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան եւ առանց լուրջ խախտումների։ Մասնավորապես արձանագրել ենք հետևյալ խախտումները. շուրջ 20 ընտրատեղամասերում կահավորումը կատարվել է օրենքով սահմանված պահանջների խախտմամբ, շուրջ 6 ընտրատեղամասերում միևնույն քաղաքական ուժից Հայաստանի կոմունիստական կուսակցությունից ներկա եղել 2 վստահված անձ, սակայն ժամը 9:45-ի դրությամբ մեր դիտորդական առաքելության տեղեկացումից հետո ընտրատարածքային հանձնաժողովի ջանքերով նմանատիպ խախտումներ այլևս չեն գրանցվել։ 31/78 տեղամասում ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու ծերերի խնամքի կենտրոնի աշխատակիցը 7-ից ավել տարեց անձանց ուղեկցել է ընտրատեղամաս, այնուհետև առանց գրանցամատյանում որևէ մեկի օգնող գրանցվելու ուղղորդել է, թե ում քվեարկեն, մատնանշելով թիվ 8 քվեաթերթիկը մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկն է։ 31/69 տեղամասին հարող 50 մետր շարավիղը չգերազանցող տարածքում եղել են կուտակումներ եւ տարածքում գտնվել են ոստիկաններ, սակայն այդ կուտակումները վերացել են, երբ որ ժամանել են ԶԼՄ ներկայացուցիչները։ Նշենք, որ կուտակումների ժամանակ տվյալ անձին մուտք էին գործում ընտրատեղամասին հարող խանութ, նաև կուտակված անձանց մեջ տեղի է ունեցել ընդհարում, ոստիկանությունը պատշաճ չի արձագանքել տեղի ունեցող դեպքերին։